Խաղություն Աստծո սիրելի ժողովուրդ։ Խաղություն ձեզ։ Մի հատ շատ հետաքրքիր հարց ունենք, իմի քննարկենք այս հարցը։ Իրոք շատ հետաքրքիր հարց է։ Հետաքրքիր, հետաքրքիր։ Հա, տենց էլ հետաքրքիր։ Իրոք հետաքրքիր, հա։ Շատերին է հուզում, լավ կարդա հետո նոր։ Մի քիչ երկարացնենք հետաքրքիր էլի ավելի։ Արկադի եղբայր ջան, մի հարց։ Գուցե դժոխքում այրվելն էլ պիտի հասկանալ հոգևոր տեսանկյունից։ Շնորհակալ եմ։ Ինչ հետաքրքիր չէ, ինչ շատ հետաքրքիր է։ Շատ հավատացյալների է սա։ Կարելի է եւ հոգևոր հասկանալ, հա։ Իհարկե։ Եվ Չէ, դե մարմնավոր չի, մեր մարմինը հողի տակ է այդալու։ Հոգիների մասին է, ամբողջ Աստվածաշունչը խոսում է հոգիների փրկության համար։ Մարմնի փրկության համար երկրի վրա էլի կա գրված, որ Աստված ասում է, որ ով իմ օրենքը պահի, իմ օրենքով կապրի։ Այսինքն, եթե ես չգողանա, լավ կլինի իմ համար։ Վերջ չեմ նստի, վատանում չեմ ունենա, չգիտեմ ինչ չեմ լինի։ Եթե ես չհարփեմ, լավ կլինի իմ համար, ավայրա չեմ տա, անշնորհ բաներ չեմ անի։ Եթե ես չսպանեմ, պատվիրանները պահեմ ասում, լավ կլինի իմ համար։ Թշնամի չեմ ունենա, խիղճս ինձ ամբողջ կյանքում չի տանջի։ Դες մարմնավոր տեսանկյուններն եմ ասում։ Դրա համար օրենքը, հա, մարմինը, տեսեք դժոխքի տանջվել է, սիրելի հարցվող, երկրի վրա։ Այսօր մեր մեջ մենք տանջվում ենք։ Մի հատ բոլորս ապրած կլնենք այդ օրով, սիրելի հարցվող, դուք դու ինպես, ինձի թվում անպայման անցած կլնենք այդ ճանապարհը, որտեղ ամեն մարմինը առաջ տրված է, որ տանջվում եք դուք, ինչ որ մի բանից տանջվել եք։ Ինչ որ մի բանից sense տեղը քոչես գթե, այս ես դժոխքի տանջանք է մարդու մեջ։ Ու այդ տանջանքը առաջանում է մարդու չարությունից։ Աստված ասում է խաղաղության բնակիչներ եք դուք։ Եթե ես խաղաղության մեջ մտնեմ, 1000 հատ նետ իմ կողքերով անցնի, 1000 հոգի վերնեն աչու ցախ կողքերից, Սաղմոսի մեջ է գրված։ 42-ն է, եթե չեմ սխալվում Սաղմոս։ Ինձի բան չի լինի։ Ես հանգստությունս կպաշտպանեմ, ես դրախտի մեջ կլնեմ։ Խաղաղության, ուրախության, արդարության մեջ կլնեմ։ Բայց երբ որ տանջվեցի, բորբոքվեցի, սա դժոխքն է, ըստ հոգևոր իմաստի, ըստ հոգևոր խորհրդի։ Լավ։ Չար մարդը, եթե տենց է, եթե ասենք դժոխքում, չէ, իմ մեջ է, դրախտն էլ է իմ մեջ, բա հետո մայից հետո հարց առաջանան։ Երկրի վրա, եթե ես մտա դրախտ, խաղաղության, արդարության, սիրո մեջ ես մտա իմ ներսում, Հիսուս Քրիստոսն ասաց երկնքի արքայությունը ձեր մեջ փնտրեք։ Այստեղ այնտեղ մի փնտրեք, ձեր մեջ փնտրեք։ Երկնքի արքայությունը տեսանելի ձևով չի լինելու։ Շատ տեղերում է գրված այդ մասին։ Հիմա եթե երկնքի արքայությունը ես իմ մեջ փնտրեմ, իմ մեջ որտեղ, իմ հասկացողության, իմ խաղաղության, իմաստության մեջ ես ապրեմ երկնքի արքայության մեջ։ Երբ որ ապրեցի իմ կյանքը, կամ թեկուզ երիտասարդները մահանում են 1000 հիվանդություն ու փորձություններից, փորձանքներից, երբ որ իմ հոգին դուրս եկավ իմ միջից, մահից հետո, իմ հասկացողությունը, իմ հոգին, հասկացողությունս էլ է դուրս գալի։ Ես զուլվելու եմ երկնքի արքայությանը։ Ինչի համար եմ զուլվելու երկնքի արքայությանը, որտեղ իմ մեջ է երկնքի արքայությունը։ Իսկ եթե իմ մեջ խառնաշփոթություն, տանջանք, ցավ, ատելություն, թշնամություն է, իմ մարմինը թողելուց հետո այդ տանջանք, ցավն է հաղորդելու հավիձենական տանջանքին ու ցավին։ Հասկանում եք, չէ՞ միտքը որն է։ Երկրի վրա մեր ձեռք բերած շատերն են ասում, չէ՞, բանալին, երկնքի բանալին երկրի վրա պետք է մենք ունենանք։ Այո, Սուրբ Հոգին է բանալին։ Եթե ես Սուրբ Հոգին ունեմ, սրբության հոգի, խաղաղության, արդարության հոգին է, սիրո հոգին է Սուրբ Հոգի։ Այդ իմ բանալին է, ես մտնելու եմ երկինք։ Իսկ եթե նորից եմ կրկնում, չունեցա խառնաշփոթություն, ատելություն, տանջանք ու ցավ եղավ իմ մեջ, ես զուլվելու եմ տանջանքին ու ցավին իմ մահից հետո։ Իսկ երկնքում թե ոնց ալնելու այդ տանջանքը ցավը, կամ ոնց ալնելու երկնքի արքայությունը, ուրախությունը ու խաղաղությունը, այդ մասին ոչ միտեղ Աստված չի գրել։ Աստված ասում է, որ դուք չեք կարա հասնեք, դուք չեք կարա տեղավորեք, դու ձեր մեջ, ձեր հասկացողության մեջ այդ ամբողջությունը, այդ հավիձենականությունը չեք կարա դուք ըմբռնեք։ Դրա համար Աստված մի երկու խոսքով ընդեղ լավ ալնելու իմ հետ կլնես, հավիտյան կժառանգես երկնքի արքայությունը։
Թե այդ Հավիտյանը մի տարի չի, 1000 տարի չի, ոչ էլ միլիոն տարի է, ոչ էլ 100 միլիարդ տարի է, ոչ էլ ստեղ մի հատ մեկ գրենք զերոները, դա մինչև արևը, անցնի մոլորակները, ինչքան հսկա թիվ է։ Այդքան տարի էլ չի հավիտենականությունը, այդքան անգամ այդքանից էլ է շատ։ Ես sense երկար ասում եմ ինչի համար, իրականում հավիտենականությունը վերջ չկա, անվերջ է։ Դրա համար մեր ուղեղը չի կարա հասկանա։ Մեր եղբայրներից մեկը մի հատ հետաքրքիր sense օրինակ էր ասում էր ձվի մճի, հավի ձվի մճի ձագը իր կրճեպից դուրս բան չի տենը։ Կրճեպի ներսն է ինքը։ Իրան որ այդ ներսում ասես արև կա, լուսին կա, բնություն կա, երկրագունդ կա, այս կա, այն կա, նա չի կարա հասկանա, կլսելով կլսի, իրա հավատքը չգիտեմ, ոնց կլինի։ Բայց չի կարա ամբողջությունը ինքը հասկանա, բայց երբ որ կճեպը ջարդվի ինքը դուրս կա, արդեն նոր տեսնում է այդ ամեն ինչը։ Հիմա նույնը մենք ենք։ Այս մեր կճեպի մեջ, այսինքն այս երկրավոր վրանի մեջ, Պողոս Առաքյալի խոսքերով ասած, մեր մարմնի մեջ մենք չենք տեսնում հավիտենականությունը։ Դրա համար ինչքան էլ ասեն մեզի անհասանելի է։ Աստված ասեց երկրի վրա ապրեք, այնպես ինչպես ես եմ ապրում, Հիսուսն ասեց։ Ինձի տեսակ, հորը տեսակ։ Այսօր նույնը մենք ենք ասում, ինձի տեսար, Հիսուսին տեսար։ Ես ոնց պետք է ասեմ ինձի տեսար, Հիսուսին տեսար։ Իմ բարի գործերով, իմ խաղաղությունով, իմ սիրով։ Որովհետև Հիսուսն էլ է նույնը, Հայրն էլ է նույնը։ Իսկ եթե ինձի տեսակ այտենց ոնց որ Հիսուսին տեսակ, Հիսուսին էլ տեսակ ոնց որ հորը տեսակ, մենք ձուլվում ենք միասին հավիտենական սիրո խաղաղության մեջ։ Ամեն։ Նույնը տանջանքը, ոչ մի չի կարասի կրակը, այնտեղ կրակ է։ Ոմանք ասում են դժոխք արևի մեջ է, որտեղ անմար կրակ է, այնտեղ միշտ կրակը հավիտյան վառվում է։ Ոմանք ասում են երկրին դերքում է, որտեղ բացվեց երկիրը, կորխը դաթան Աբիլոնը ընկան ողջ դժոխքի մեջ, գրված է Աստվածաշնչի մեջ։ Բայց սա բոլորը մարմնավոր օրինակներով Աստվածամեզ հավիտենականության համար, թե ոնց ալնելու հավիտենականության մեջ, ոչ ոք չգիտենք, ոչ էլ կարանք իմանանք սիրելիներ։ Որտեղ Աստված դաժան չի, Աստված սեր է։ Պատկերացրեք դուք ու երեխու համար հավիտենական կրակ վառեիր ու գցեիր մեջ, որ հավիտենական վառվեր։ Չի համապատասխանը Աստծո սիրո հետ դա։ Իսկ թե ինչ տանջանք է երկնքում, գրված չի, նորից եմ կրկնում։ Գիտենք որ վատ ալնելու, լավ չի լինելու։ Բայց թե որն է այդ վատը, ինչ է այդ վատը, մեզի անհասանելի ու անհասկանալի է։ Երկրի վրա մի փոքր թեթև մի բանից նեղվում ենք, խիսենց ելավ, խիսենց վատ եղավ։ Դու պատերազմեք հավիտյանից նեղվենք։ Թե հիմի ինչ նեղությունից նեղություն կլինի, չգիտեմ ինչ կլինի, դա Աստվածային է։ Ես վախում եմ այդ մասին մտածեմ մինչև անգամ։ Ես մտնում եմ երկրի վրա այսօրվա վիճակով իմ ներսի աշխարհում հավիտենական կյանքը, որ ես ներսով սիրեմ բոլորին, բոլորի համար աղոթ եմ, բոլորին ներեմ, բոլորին զիջեմ։ Գիտեք ինչքան սխալներ կա իմ կողքը, մեր կողքը, դուրս են գալի փողոց 90%-ը չարությունը սխալներ է։ Բայց ես երկնքի արքայության մեջ եմ իմ մեջ։ Եթե այդ րոպեին երկրաշարժ լինի, այդ րոպեին մի հատ պատերազմ այի, մի հատ բոմբ ընկնի, մենք մահանանք, ես գիտեմ, որ ձուլվելու եմ հավիտենական երջանկությանը, երկնքի արքայությանը։ Խի, որտեղ երկնքի արքայությունը իմ մեջ։ Դրա համար այդ հարցին պատասխանելը սիրելի հարց տվող չկա Աստվածաշնչի մեջ գրված, ես էլ իմ կարծիքները, վերսիաները չեմ ուզում ասեմ, որտեղ շատ հնարավոր է իմ վերսիաները սխալ լինեն, ինչի համար։ Կարդամ մի երկու տողել Աստվածաշնչից, որ ավարտենք, էլի։ Տեսեք, Սաղմոս 9:17 կարդում եմ։ Ես կգոհանամ Տերիցը իր արդարության համար, չէ, Սաղմոս 9:17, հեսա լավ կներեք։ Ամբարիշտները դժոխքի մեջ պիտի դառնան, եւ ամեն ազգերը, որ մոռանում են Աստծուն։ Խի դժոխքից էին եկի ամբարիշտները, որ պիտի նորից դառնան դժոխքի մեջ։ Ամբարիշտները դժոխքն են դառնալու նորից ասում։ Այսինքն եթե մարդը ամբարիշտ է, տանջանքի մեջ է, ցավի մեջ է, ամբարիշտությունը միշտ նեղության, ճշվածության մեջ է։ Հենց ամբարիշտները մի փոքր թեթև ուրախացան երկրի վրա, նորից եթե ամբարիշտ են, նորից դժոխքն են դառնալու։ Այսինքն ի՞նչ է դուրս գալի, երկրի վրա է դժոխքը։ Այսինքն ոչ թե երկրի վրա է, այլ մեր մեջ է, մեր հասկացողության մեջ է դժոխքը։ Սա ես խոսում եմ Աստծո խոսքի երկսայրի սուրա։ Ես խոսում եմ այս մի տեսանկյունով։ Նորից եմ կրկնում հավիտենականության այն միշտ տեսանկյունը ոչ մեկ չգիտի ու չի կարա ասի, ես էլ չեմ համարձակվում ասել սիրելիներ։
Տեսեք, Ամոսի մարգարեության նորից 9-րդ գլուխ 2-րդ խոսքը։ Չգիտեմ, այնքան տեղեր եմ հանել։ Հոբի 15 կանեկեսի կարդամ 15-ի 20-ը։ Չարը տանջվում է իր բոլոր օրերում է եւ քիչ տարիք են պահված բռնավորի համար։ Չարը տանջվում է իր բոլոր օրերում է։ Եթե չարը, նայեք, տեսեք, սիրելի քուրիզ եւ եղբայրս, իմ մեջ կա չարություն եւ բարություն։ Բոլոր մարդկանց մեջ կա։ Թող մեկը չասի իմ մեջ չարություն չկա, բարությունա չկա, դու Ադամ ես։ Դու հողից ստեղծված ես, այդ հատկությունը քո մեջ, մարդ արարածի մեջ, Ադամի մեջ կա։ Չար մարդը տանջվում է իր բոլոր օրերի մեջ։ Եթե ես այսօր չարություն արեցի, տանջվելու եմ։ Եթե վաղը բարություն արեցի, օրհնվելու եմ ես։ Ուրախանալու եմ։ Բայց հենց նորից չարություն արեցի, նորից տանջանք է այդ չարությունը։ Բոլոր օրերի մեջ չարությունը տանջանք է։ Ինչ իրավիճակ լինի չարություն արես, մարդը ժամանակավոր կարող է ուրախանալ, բայց վերջը տանջանք է։ Դրա Առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 18-րդ խոսքներ կարդամ 4-րդ գլուխ 18-րդ խոսքը Գիտենք, որ ամեն ով որ Աստվածանից է ծնված մեղք չի գործում, բայց նա որ Աստվածանից է ծնված իր անձը պահում է եւ չարը չի մոտենում նրան Առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 18 խոսք կներեք 5-րդ 18-ը կարդացի նորից շփոթվում եմ որ վրազում եմ արագ Վախ չկա սերի մեջ, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը, որտեղ վախը տանջանք ունի, բայց նա որ վախենում է, կատարյալ չէ սերի մեջ։ Վախ չկա սերի մեջ։ Կատարյալ սերը տանջանքը հեռացնում է։ Այսինքն տանջանքը դժոխքի տանջանքի մասին է խոսքը։ Ինչ տանջանքի մասին է խոսքը։ Մարդ դրախտում չի տանջվի հո։ Ուրեմն սիրո մեջ ես, եթե դու տանջանք չկա դե։ Անօրինության, բռնության, չարության մեջ է տանջանքը։ Կատարյալ սիրո մեջ տանջանք չկա։ Այսօր թեկուզ աշխարհի մարդիկ կատարյալ սիրո մեջ եթե լինեն, տանջանք չկա, ուրախանում են, վայելչություն է դա։ Դրա համար մեր ներսի քշռողը դատավորը Աստված է։ Տեսնում եմ մեր սիրտը ամբողջապես սիրոնա թե կատարելությանն է գնում։ Դրա համար սիրելի հարց տվող Աստված ոչ մեկի մահը չի ուզում, ոչ մեկի տանջվելը չի ուզում։ Երկրի վրա տվեց օրենք, որ օրենքը կատարենք, ուրախ լինենք, եւ այդ օրենքը կատարելով մենք մեր ներսի երկնքի արքայությունը ու երբ որ կատարյալ արքայության մեջ ենք գնում, արդեն մի քիչ առաջ նորից չկրկնեմ, մի քիչ առաջ որ ասեցի, նորից դառնում ենք դեպի հավիտենական կյանք։ Ձուլվում ենք հավիտենականության կյանքում։ Այսօր խշմտակը քեզ ինչ է ասում, քո հասկացողությունը քեզ ինչ է ասում։ Դու հավատում ես ասում, այդ հավատքով դու ձուլվելու ես ասում։ Դու քեզ տեսնում ես ոչ մեղավոր, արդար, սիրով։ Քո մեջ քեզ հանդիմանում ես, դու կարաս մարդկանց ասես, ինչ եմ արել, որ ոչ մի վատ բան չեմ արել։ Կարաս ասես, բայց դու քո ներսով չես կարա դու քեզ խաբես։ Ո՞ս կարաս խաբես, որտեղ դու ամեն ինչ գիտես։ Ինքան ծածուկ բան կա մարդու մեջ, որ չի կարող արտահայտվի։ Եթե դու քո մեջ այդ ծածուկ անկյունում քեզ չես մեղադրեմ, դու արքայության մեջ ես, դու քո մահից հետո գնալու ես դեպի արքայություն։ Եզեկիելի մարգարեությունն կարդամ 18-րդ գլուխ 31-ը կա, 23-ը կարդամ, նոր 32-ը կարդամ։ Տեսեք, Եզեկիելի մարգարեն, Եհովա Աստվածը ինչ ասում, Եզեկիելի մարգարեի միջոցով։ Միթե ես երբեք կուզեմ ամբարիշտի մեռնել, ասում է Տեր Եհովան։ Չէ որ նրա իր ճանապարհից դարձի գալն ու ապրելն եմ ուզում։ Միթե ես ամբարիշտի մահը կուզեմ։ Այսինքն եթե ամբարիշտ ես, Աստված չի ուզում քո մահը։ Քո դարձի գալու փրկությունն է ուզում։ Իսկ դարձի գալու համար Աստված տվեց իր օրենքը, իր խոսքը, գիրքը մարգարեներին տվեց եւ ամենամեծ պարգևը Սուրբ Հոգին տվեց մեզի, որ Սուրբ Հոգիով նայենք ու քննենք, թե մարգարեների խոսքերը, թե Աստվածաշնչի գիրը, թե մեր իրավիճակը, բոլորը Սուրբ Հոգիով քննենք ու ապրենք։ Տեսեք ինչքան է սիրում Աստված, որ չի ուզում մենք գնանք դժոխ, կորսվենք, այլ ուզում ենք, որ Սուրբ Հոգիով քննենք, ամեն բան մտնենք այն մեր ներսի երկնքի արքայությունը, դրանից հետո հավիտենական կյանքը։ 31 խոստել ասը, կարդամ 1-ն ու 2-ը։ Դեն գցեք ձեր վրայից ձեր բոլոր հանցանքները, որով դուք հանցավոր եղաք,
Եվ ձեզ համար նոր սիրտ եւ նոր հոգի գործեցեք, որովհետեւ ինչու համար մեռնեք, ով Իսրայելի տուն, որովհետեւ ես հաճություն չունեմ մեռնողի մեռնելուն, ասում է Տեր Եհովան։ Ուրեմն ետ դարձեք, որ ապրեք։ Որ ետ չդառնամ, ես չեմ ապրի։ Եթե ես չարությունից ետ չդառնամ, չեմ ապրի, ով ուզում ալի սիրելիներ։ Աստված այն ազատությունն ա տվել մեզ, այդ ազատությունը չի տվել հենց այնց։ Իրա պատկերով ա ստեղծել, եթե մենք իրա պատկերով ենք, այդ ազատությունը ունենք մենք։ Իսկ Աստված սերը ու ոչ մեկի մեռնելն չի ուզած։ Այնպես որ եկեք երկնքի արքայության մասին մտածենք, ոչ թե դժոխքի տանջվելու, որովհետև մի հատ էլ նրբություն ասեմ ու լավ թեթև շատ երկարի մեր խոսքը, եթե ես իմանամ, որ հավիտենական կյանքի մեջ կրակների մեջ տանջվելու է չարը, մի հոգի ինձի չարություն անի, վատություն անի, ասենք օրինակի համար ինձի խափի, տունը ձեռիցս առնի կամ փողը ինձնից ահագին վերցնի չտափախտնի, դες դեպքեր այսօրվա վիճակով շատ են էլի կատարվում։ Ես այդ մարդուն իմ ներսի աշխարհում ատում եմ այդ մարդուն։ Պատկերացնում եք ինչքան կուրախանամ, կասեմ, այ տես, թող տանջվի դժոխքների մեջ ինքը։ Խափեց ինձ ել, տես, ու իրա չարության, այսինքն իրա դժբախտության վրա ես կուրախանամ, կցնցամ։ Դրա համար սիրելի քույրեր եւ եղբայրս, մեր ներսի աշխարհը ոչ ոք չի տեսնում, չգիտի, մենակ Տեր Եհովա Աստվածը գիտի։ Երկրի արքայությունը Քրիստոսի խոսքերով մեր մեջ փնտրենք, իսկ այն տանջանքի մասին կամ հավիտենական կյանքի մասին Աստված մեզ տեսիքներով։ Ես ահագին բան գիտեմ երկրի արքայության մասին, Աստված ահագին բան ցույց է տվել ինձ։ Ահագին բան ասել է, բայց ես չեմ համարձակվում ասեմ ձեզ, որտեվ ամեն մարդ հոգևոր մի հասակ ունի, շատ հնարավոր է գայթակղություն բերի իր։ Դրա համար սիրելի քույրեր եւ եղբայրս դուք ինքներդ հասկացեք, բայց երբ որ հենց ձեր մեջ մտնեք երկինք արքայությունը, Աստված ձեզ է կբացի այդ գաղտնիքները, այդ ահագին տեսիքներով, նշաններով ցույց կտա երկինք արքայության մասին եւ դժոխքի մասին։ Այսքանով երևի, չգիտեմ ինչքանով բավարարվեցի, բայց այսքանը մոտեցավ ավարտին արդեն։ Աստված շատ օրհնի ձեզ էլ, սիրելի լսողներ, գրեք, զանգեք, նորից եք ասում։ Համարձակ։ Տեր օրհնի ձեզ։ Աստված